Դարփինյանի հետ ուղիղ կկանգնեք, պարոն Դարփինյան, այսպես լավ է։ Պարոն Դարփինյան, ձեր այս պայքարի ուղին բոլորիս աչքի առաջ է եղել մի քանի տարի շարունակ, սակայն տեսնում ենք, որ հաջողությունը այդքան էլ ակնառու չէ, գրեթե չկա։ Ինչ անել, որ ընդդիմության կոնսոլիդացիան լինի, ինչ անել, որ ընդդիմությունը կարողանա ինչ-որ բան փոխել, որովհետև տեսնենք, որ իշխանությունները իրենց օրակարգն են իրականացնում։ Այսօր ամենակարևորը ինչ ամենայն դեպս ես եւ մեր ընկերները տեսնում ենք, այսօր պետք է այդ եսը կոտրել մարդկանց մեջ այն լիդերների, որոնք որ կարող են ունակ են ինչ-որ բան անելու, որոնք որ ունեն ուժ, կորով, որոնք ունեն ռեսուրս, ամենակարևորը, որպեսզի ինչ-որ բան փոխել։ Որովհետեւ մինչ այս оппозицион ուժերը ամեն մեկ իր եսն է բարձրացնում եւ այլ ես լինեմ առաջինը ին վրա պետքա հույս տնեք, դա պետքա հանել այդ արանքից, պետքա միանալ նպատակի շուրջ, հետո նոր հասկանալ թե ով է ղեկավարելու այս երկիրը, ինչ արդեն ռեսուրսով եւ այլ եւ այլ։ Դա ամենակարևորն եմ համարում այս ստադիայի վրա։ Եվ եկեղեցու հետ կապված Փաշինյանի մտահոգությունը որն է ըստ ձեզ, ինչու հենց հայ առաքելական եկեղեցին։ Դա շատ պարզ է, ակնհայտ է, որ վեհապարը բարձրացնելով արցախցիների եւ վերադարձը Ադրբեջան եւ նրանց իրավունքները եւ այլն, նա խանգարում է այն process-ին, որը որ տանում է Փաշինյանը, այսինքն Հայաստանի ամբողջ հանձնումը թուրքական իշխանության կամ ազդեցության տակ, որը որ անընդունել է այն մարդկանց համար, որոնք փոխվել են դաստիարակվել եւ մեծացել են որպես հայ, որոնք հասկանում են, որ Թուրքի հետ ճանապարհ չկա անցնելու, որի ամենամեծ ապացույցն է Ծիծեռնակաբերդը եւ մեր համալիրը, որտեղ որ մենք պատվում ենք այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք որ իրոք հավատում են, որ Թուրքիայի հետ կա ճանապարհ անցնելու եւ նրանց կարելի է վստահել եւ նրանք այսօր օբյեկտիվ այլընտրանքը որն է տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ասում են, պատերազմից հետո թուլացած վիճակում օբյեկտիվ այլընտրանք ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե գնալ այդ ճանապարհ։ Այո, ունի, այդ դրա մասին ես չեմ ուզում հիմա խոսալ, մենակ այն պատճառով, որովհետեւ դա կդառնա զանազան սպեկուլատիվ ինչ-որ խոսակցությունների առարկա, դրա մասին չի մա խոսքը, այո կան ու այդ ճանապարհները հաստատ ավելի լավն են, քան այն ճանապարհը, որը ընտրել է Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ Փաշինյանի նպատակը վեհապարին հեռացնել է, թե եկեղեցու հետ այլ պլաններ կան։ Եկեղեցին բարոյա հոգեբանա զրկել ղեկավարությունից, որը որ իր օրակարգին դեմ է գնում։ Ինչով է խանգարում եկեղեցին, արդյոք այն ուժն է ներկայացնում, որ իսկապես Իհարկե, պատմականորեն հայ եկեղեցին եղել է հենց այն ուժը, որը որ տարել է ժողովրդի ճիշտ ճանապարհով, հանել է ժողովրդին պայքարի եւ բերել է հաղթանակ։ Հասկանալի, շնորհակալ եմ,